Բարև ձեզ սիրելի համայնքաբնակ քաղաքացիներ, ես Օլեգն եմ եւ տեղեկացնում եմ, որ համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկում է հաղորդում, որը անվանվում է Կանաչ ուղեգիծ, այն հեռարձակվելու է podcast ձևաչափով։ Ողջույն բոլորին, ես Հայկն եմ, սա մեր առաջին հաղորդումն է եւ սկզբի համար կուզենանք բոլորիդ ներկայացնել, թե ինչու ենք սկսել այս ոդքասթը, ինչ նպատակ ունենք եւ ինչ թեմաների ենք անդրադառնալու։ Օլեգ, արի մի փոքր պատմենք մեր ունկնդիրներին, թե որտեղից հատնվել գաղափարը ոդքասթի եւ ինչու ենք որոշել այս թեմատիկայով կանաչ ուղեգիծ սկսել նման հաղորդում։ Հայկ ջան, ինչպես բազմիցս քննարկել ենք, մեր հասարակությունում, երկրում կան մի շարք ուղղություններ, խնդիրներ եւ ոլորտներ, որտեղ որ ընդհանրապես գրեթե բացակայում է դիսկուրսը կամ քիչ են խոսում այդ խնդիրների մասին։ Այդ խնդիրների շարքին կարող ենք, վերագրել կամ դասակարգել, օրինակ, կեղծ նարատիվները, որոնք որ հասարակության մեջ լայն տարածում են ունենում, սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունները, իրավունքները սոցիալ-էկոլոգիական, որոնք որ կարծես թե միշտ անտեսվում են, համայնքների բնակիչների ձայնը, այսինքն շատ քիչ են այն հարթակները, որոնք որ բարձրաձայնում են հենց հեռավոր, sense գյուղերից, համայնքներից եկող ձայնը, եւ կարծես թե հասարակությունում կա երկու իրականություն, մեկը դա այն հեռավոր գյուղում չլսված քաղաքացին է, մյուս տեղում ամենօրյա ռեժիմով լսում ենք որոշակի խնդիրների մասին նույն տարածքից, նույն խմբերից։ Եվ ամենակարևորը այս ամենի մեջ, որ կարծես մի հատ մեծ բաց կա, այսինքն այդ խնդիրները բացի քիչ լսելի լինելուց, նաև քիչ է խոսում այդ խնդիրների լուծման հնարավորությունների մասին։ Մենք ունենք նաև մեծ խնդիրներ, որոնք որ վերաբերում են համայնքի իրական զարգացման մեխանիզմներից, այսինքն օրինակ խոսում ենք համայնքային զարգացման մասին, թե համայնքային կոնտեքստում, թե ազգային կոնտեքստում, սակայն կարծես թե կարծրացած են ինչ որ մոտեցումներից, որոնք որ 30-ամյակներ ամրագրված են եղել, եւ այդ նոր մոտեցումները եւ հայացքները, որոնք որ կան, այսինքն ինչպես զարգացնել համայնքը, դրա մասին քիչ են խոսում եւ նման օրինակներից են քիչ խոսում, որոնք որ Հայաստանում կան։ Այսինքն, եթե գլոբալ առումով վերցնենք, դրանք սոցիալ-էկոլոգիական իրավունքներն են, սոցիալ-էկոլոգիական զարգացումն է, կանաչ քաղաքականություններն են եւ կեղծ խոսույթներն են, որոնց դեմ պետք է պայքարել, նարատիվները, որոնք որ վտանգում են հասարակության եւ ընդհանրապես երկրի զարգացումը։ Մենք ինձ թվում է շատ մեծ բաց ենք տեսել ընդհանրապես տարբեր հասարակական գործիչների կողմից կամ մեդիայում քննարկումների տեսանկյունից մենք հասկանում ենք, որ այս թեմաները նորմալ չեն լուսաբանվում կամ եթե նույնիսկ լուսաբանվում են, այդ կեղծ նարատիվները, որ նշեցի, իրենք երբեմն շատ միակողմանի են լինում ու կան ինչ-որ ձայներ, տեսակետեր, որ այդպես էլ չեն երևում, չեն լսվում ու կանաչ ուղեգիծ հաղորդաշարը հենց պետքա միտված լինի այդ հարթակը դառնալ, որպեսզի քաղաքացիները լսեն, տեսնեն տարբեր տեսակետեր, թե ինչ հիմնախնդիրների ենք մենք բախվում որպես հասարակություն, համայնքային մակարդակում, ազգային մակարդակում ու ինչ լուծումներ, ոնց որ ճիշտ նշեցին, ինչ լուծումներ են հնարավոր։ Եվ քանի որ սա մեր առաջին հաղորդումն է, մենք մտածեցինք հենց խոսել ավելի շատ նարատիվների մասին ու այս բառը շատ է օգտագործվում վերջի շրջանում, երբեմն ամեն մեկը իր ձևը հասկանում ինչ ենք ասում նարատիվ ասելով, բայց մեծ հաշվով մենք այսօր ուզում ենք խոսենք նրա մասին, թե տարբեր շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները, բնապահպանական խնդիրները, քաղաքականությունները, ինչպես են ընդհանրապես լուսաբանվում մեդիայում կամ ինչ խոսույթներ կան, ինչպես են մարդիկ խոսում այս խնդիրների մասին եւ տարբեր դերակատարներ ինչպես են ներկայացնում ու ինչ օրինաչափություններ ենք մենք տեսնում այդ ամեն ինչում ու երևի սկզբի համար կխնդրեմ դու մի փոքր ներկայացնես օրինակ երբ որ խոսում ենք բնապահպանական հիմնախնդիրների մասին, քո դիտարկումներով մեդիայում հիմնականում ինչ համատեքստերում է այս թեման բարձրաձայնվում, ինչ իրավիճակներ են, երբ որ այս հարցերը գալիս են մտնում են հանրային օրակարգ, դառնում են լայն քննարկման առարկա։
ընդհանուր առմամբ երբ ես նկատում, երբ որ այս թեմաները այնպես լուսանցքից գալիս են ու սկսում են մտնել մեր հանրային օրակարգի մեջ։ Ընդհանրապես նարատիվները իրենք երկու տեսակի կարող են լինել։ Կարող են լինել բարի նարատիվներ, այսինքն մարդիկ, ովքեր որ ինչ որ գաղափարների են հավատում, անկեղծ, ինչ որ տեսլական են ուրվագծել, օրինակ, չգիտեմ, հա, ցանկանում ենք, որ մեր համայնքը զարգանա, չգիտեմ, լինի տնտեսապես կայուն, զբոսաշրջությունը համայնքում զարգացած լինի, իրենք դրան նպաստող ինչ որ նարատիվ են ստեղծում, հա, օրինակի համար, որ այս մեր համայնքը, չգիտեմ, հա, առաջիկա 5 տարիներին մեծ հոսք է ունենալու զբոսաշրջության, քանի որ կան այս նախադրյալները։ Դա բարի նարատիվ է, եւ մարդիկ փորձում են դա ի նպաստ համայնքային զարգացման օգտագործել, բայց մեր հասարակությունում ավելի մեծ ուշադրության են, հա, արժանանում կեղծ նարատիվները, որոնք տարբեր մակարդակներում են ստեղծվում։ Այսինքն իրենք կարող են ստեղծվել փողոցում, մի հատ շենքի բակում, իրենք կարող են ստեղծվել, ասենք, համայնքային մակարդակում, որոշակի շահակցական խմբերի կողմից կամ նույն տեղական իշխանությունների կողմից, իրենք կարող են ստեղծվել մարզային մակարդակում եւ ազգային մակարդակում։ Եվ մենք տեսնում ենք, այսինքն, որ ընդհանրապես նարատիվները, որոնք որ երկար կյանք չեն ունենում, բայց իրենք լինում են բազմատեսակ, նույն խնդրի վերաբերյալ կարող են տարբեր նարատիվներ ստեղծվել, ու ամենահետաքրքիրը այն է, որ կարող են նարատիվներ ստեղծվել նույն մարդկանց համար, նույն խմբի կողմից, բայց տարբեր տեսակի, քանզի հասարակության մեջ տարբեր խմբեր կան, որոնք որ հակված են այս կամ այն նարատիվին հավատալ, հա, մի հատ օրինակ այդ մասով կարող բերես։ Դե օրինակ կարող եմ իհարկե բերել, օրինակ հետաքրքիր նարատիվ կա այսպիսի, այսինքն նույն խմբի վերաբերյալ, նույն կենտրոններից կարող են տարածվել հետևյալ նարատիվները։ Այսինքն օրինակ վերցնենք Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք որ ընկալվում են որպես օրինակ ռուսամետներ։ Կան ուժեր, որոնք որ ընկալվում են եվրոպամետներ, հա, այսպես ասած։ Եվ կան ազգային, հա, ուժեր, այս sense ազգային, հա։ Եվ մենք տեսնում ենք, որ նույն կենտրոնից կարող են նույն տարբեր տեսակի նարատիվներ դուրս գալ տարբեր շահառուների համար։ Այսինքն օրինակ ռուսամետների համար հետևյալ նարատիվը Հայաստանի էկոակտիվիստները պայքարում են ռուսական կապիտալի համար, որպեսզի ասենք այդ կապիտալը փոխանցվի արևմտյան կամ եվրոպամետ ինչ որ գործարարներին կամ ուժերին։ Նույն կենտրոնից մյուս նարատիվը Հայաստանի բնապահպանները պայքարում են արևմտյան կապիտալի դեմ, որպեսզի այստեղ ռուսական, այսպես ասած, կապիտալը բարգավաճի, այսինքն իրենք ավելի շատ ռուսամետ են, հա, Հայաստանի։ Եվ ազգային, հա, այսպես հույզերին, Հայաստանի օրինակ բնապահպանները պայքարում են, օրինակ, չգիտեմ, հա, էկոլոգիական, հա, պահպանության համար, իսկ իրականում հանքարդյունաբերության օրինակ դեմ, որովհետև ցանկանում են, որ Հայաստանը թույլ մնա տնտեսապես եւ Հայաստանի թշնամիները Հայաստանը, այսպես ասած, գրավեն։ Այսինքն նույն կենտրոնից 3 տարբեր նարատիվներ բոլոր sense քաղաքական հայացքներ ունեցող հասարակության շերտերի համար։ Ի վերջո նարատիվները ձևավորվում են մարդկանց մոտ ինչ-որ վերաբերմունք ձևավորելու համար այս կամ այն խնդրի նկատմամբ։ Հիմա քոնը շատ օրինակում այս տիպի նարատիվների նպատակը այն է, որ որոշակի վերաբերմունք ձևավորվի հանրության ավելի լայն շրջանակում բնապահպանների, ակտիվիստների նկատմամբ։ Ու շատ ճիշտ է, կարող է նույնիսկ շատ հակադիր նարատիվներ լինեն, բայց նպատակը նույնը լինի։ Ու այստեղ ուզում եմ մենք այդ պահը ֆիքսենք, որ երբ որ խոսում ենք նարատիվների մասին, իրանք միշտ ունեն որոշակի քաղաքական նպատակ։ Իրանք նպատակ ունեն մարդկանց մոտ ձևավորել վերաբերմունք ու դրա օրինակները նույնիսկ մեր առօրյայում մենք կարող է շատ տեսնենք, հա, ես այսօր մտածում էի դպրոցական տարիներին շատ տարածված նարատիվ կար սովորողը կսովորի, հա։ Ինչ է սա նշանակում, որ կապ չունի ինչ պայմաններ կան, ուսուցիչ ունեք, չունեք, դասագրքերը նորմալ են, դպրոցի միջավայրը նորմալ է, թե չէ։ Եթե դու խելացի տաղանդավոր աշխատասեր երեխա ես, դու կսովորես։ Հիմա սա մի հատ նարատիվ է, որը որ ձևավորում է մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ ու ստիպում է հասարակության զգալի մասին
երբ որ իրանք տեսնում են ինչ-որ երեխա, որ լավ չի սովորում, մտածում են, եթե սովորողը կսովորին տարածված նարատիվն, ուրեմն սկսում ենք մեղադրել այդ երեխան։ Կամ նույն տեսանկյունից մի տարածված նարատիվ, որ շատ լսում ենք, իշխանություններն էլ դա օրինակ շատ տարածում են, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, հա? Էս էլ է նարատիվ, որովհետև ինչ է ասում, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, նշանակում է աղքատությունը պայմանավորված չի, թե դու ինչ հնարավորություններ ունես։ Այդ քո ուղեղում է, եթե դու մտքիդ դնես այդ աղքատությունը հաղթահարելու, տանջվես, չարչարվես եւ այլն դուրս կգաս։ Ու սա վերաբերմունք է ձևավորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ աղքատ են, սա ստիպում է մարդկանց մտածել, որ եթե մարդը աղքատ է, ուրեմն իր խելքից է, նենց չի որ ինքը օրինակ զրկված է եղել լավ կրթությունից, զրկված է եղել լավ պայմաններից եւ այլն եւ այլն։ Դրա համար շատ կարեւոր է ֆիքսենք, որ երբ որ մենք խոսում ենք նարատիվների մասին, իրանք որոշակի տարածված պատմություններ են մեր հասարակության մեջ, տարբեր թեմաների վերաբերյալ, ու դրանք ձևավորում են վերաբերմունք, այդ վերաբերմունքն էլ ի վերջո արտացոլվում է հետո քաղաքականության մեջ։ Ինչի է կարևոր, որ մենք հենց այս կանաչ քաղաքականության, շրջակա միջավայրի հիմնախնդիրների հետ կապված հասկանանք, թե ինչ նարատիվների հետ գործ ունենք, ինչ ազդեցություն ունեն այդ նարատիվները։ Լավ, տարածեցին։ Մենք ինչ որ ընկալում կա, չէ, հասարակության մեջ, որ ճիշտը միշտ էլ կհաղթահարի այդ դժվարությունները ու դուրս կգա ջրի երես, բայց հատկապես երբ որ խոսում ենք այդ կեղծ նարատիվների մասին, ինչ վտանգ են իրանք պարունակում, որ եթե դրանք չբացահայտենք, դրանց դեմ չպայքարենք, ինչ ազդեցություն իրանք կարան ունենան։ Ну, նախ կեղծ եթե վերցնենք, կեղծ նարատիվները իրենք նա հանգեցնում են անգործության։ Օրինակ, եթե հենց քո օրինակով բերեմ, հա, սովորողը կսովորի։ Այսինքն պատասխանատուին անմիջապես մենք հանում ենք, այսպես ասած, պատասխանատվության դաշտից։ Այսինքն այդ ուսուցիչը ինքը մեղավոր չի, այսինքն, հա, չգիտեմ, կրթական համակարգը ինքը մեղավոր չի, դասագիրքը ինքը մեղավոր չի։ Այսինքն ինքը նարատիվները իրենք առաջերտին պակասեցնում են պատասխանատուների պատասխանատվության շրջանակը, եւ երկրորդը արդեն գալիս է այն տեղը, երբ որ մենք խոսում ենք, հա, նարատիվներից, որոնք որ կարող են, օրինակ, ինչ որ համայնքում, ինչ որ շրջանում, ինչ որ խմբի մեջ, հասարակությունում ինչ որ լավ բաներ տեղի ունենալ, այդ լավ երևույթները կասեցվում են, որովհետև յուրաքանչյուր լավ, հա, լավ երևույթի կամ լավ գործունեության համար պետք են համախոհներ, դերակատարներ, այսպես ասած։ Հիմա եթե ինչ որ մեկը իրենց տան բակում ցանկանում է ինչ որ լավ գործ անել, հա, այսինքն եւ ինքը լսում է, որ այս իրենց թաղում ինչ որ մեկը կա, որը անդադ խոսում է լավ բաների մասին, սակայն կրում է օրինակ գործ տվողի պիտակը։ Այդ էլ շատ տարածված նարատիվ է, մարդիկ ովքեր որ պայքարում են։ Բարձրաձայնում է օրինակ բակում արկա ծառերի խնամքի մասին, կամ ծառերի նկատմամբ, կամ կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, եւ անդադ պիտակավորում, կարծես թե լավ բան է։ Այն երիտասարդը, որ այդ թաղում ապրում է, տեսնում է, որ բոլորը այդ մարդուն ասում են, նա գործ տվող է, նրա այդ գործ չունես եւ այլն, եւ ինքը ինչ է անում, այսինքն ինքը թեև կրում է այդ արժեքները, որ պետքա, չգիտեմ, ծառերը խնամել, պաշտպանել կամ կենդանիներին պաշտպանել, ինքը երբեմն խույս տալով երիտասարդ տարիներից, այսինքն այդ պիտակից ուղղակի շարունակում է լռել եւ ապրել ինչպես բոլորը։ Դա իհարկե ավելի մեծ կոնտեքստում մենք կարող ենք դիտարկել, օրինակ համայնքային զարգացման մեջ, հա։ Ընդհանրապես տեղական, հա, իշխանությունները, եթե վերցնենք որպես մարմին տեղական մակարդակից, իրենք շատ թույլ եւ փոքր են, որպեսզի ասենք կարողանան ապահովել համայնքային լիարժեք զարգացումը։ Դրանք ընդհանրապես մի խումբ մարդիկ են, որոնք կարող են լավ մասնագիտական կարողություններ կամ վատ մասնագիտական կարողություններ։ Երբեմն հենց վատն են ունենում, հա, որովհետև ի վերջո մենք, չգիտեմ, տասնամյակներ կրթության որակի հետ կապված խնդիր ենք ունեցել։ Եվ պետք է ընկալում լինի, այսինքն, որ օրինակ համայնքային զարգացումը ինքը մեկ մարմնի, մեկ հոգու կամ 5 հոգու անելիքը չի։ Համայնքային զարգացումը դա սենց համապուչ գործողությունների շարք է, որ ամբողջ համայնքով պետք է ներգրավված լինի դրա մեջ։ Մեկը ներգրավում է
մասնակցության միջոցով, այսինքն մասնակցում է, մեկը ինչ որ գաղափարներ գեներացնելով, մեկը շահերի պաշտպանություն իրականացնելով, մեկը իր պահանջատիրությամբ, մեկը նույն իշխանություններին խրախուսմամբ, այսինքն ասում է ես մի խոսքով խրախուսում եմ մեր իշխանությունները այդ քայլը, որը լեգիտիմացնում է, չէ՞, այդ իշխանության գործունեությունը։ Այդ ամեն ինչը հնարավոր բացակայում եմ շատ դեպքերում հենց տարբեր նարատիվների պատճառով, հա, նարատիվները տարբեր են լինում, հա, օրինակ խիստ ինչ որ գյուղում կարող է վատ դիտարկվել օրինակ կանանց մասնակցությունը, այն մյուս գյուղում հակառակը, տղամարդկանց մասնակցությունը։ Այսինքն այդ գյուղում, չգիտեմ, հա, նույնիսկ ուղակի մասնակցությունը կարող է դիտարկվել որպես գործ տա կամ հավելյալ ակտիվություն, լավ։ Միգուցե բնապահպանական խնդիրներ կան, որոնց որ պետք է մասնակցեն համայնքի բնակիչները։ Ոնց է կարծում այն համայնքի բնակիչը, որը գիտակցում է, որ իրեն կարող են մեղադրել ինչ որ հարցերում, օրինակ ասեն, ասոցացնել ինչ որ բնապահպանական շարժմանի հետ եւ ասել բնապահպանները օրինակ ռուսամետ են կամ արևմտամետ են կամ էլ ապազգային են, չգիտեմ, հա, օրինակ ադրբեջանամետ են, հա, այսպես ասած, այն ազգային տեսանկյունից, հա, որ որոշ խմբեր դա շատ զգացմունքային ձևով են ընդունում։ Այդ մարդիկ ցանկանում են չմասնակցել այդ բնապահպանական հարցերին, դա ասում են լավ, կամ բնապահպաններ, թող այդ բնապահպանները գան խոսեն։ Ինչ ենք մենք անում, կասեցնում ենք համայնքային զարգացում առաջ երթին։ Այդ համայնքային զարգացման օրինակը նաև ավելի բարձր մակարդակներում է ինքը տեսանելի, այսինքն վերցնենք մարզային քաղաքականություն, այսինքն մարզային քաղաքականություններ կան, եթե մենք օրինակ վերցնենք մարդկանց մասնակցությունը չափենք մարզային քաղաքականությունների մշակմանը եւ մասնակցելու զրոյական գրեթե վիճակ է, այսինքն քաղաքացիները գրեթե չեն մասնակցում, այսինքն մարզի զարգացման ծրագրերին։ Գալիս ենք ազգային մակարդակ, բախվում ենք այն խնդրին, որ միևնույնն է, մասնակցում են միևնույն խմբի, միևնույն մարդիկ տարբեր քաղաքական ճամբարներից, բայց միշտ այդ նույն մարդիկ են եղել եւ նոր մարդիկ գրեթե չկան։ Կուզեմ մի քիչ պահը ընդգծենք, մենք դեռ որպես որ նոր ձևավորվող ժողովրդավարություն, որ մեր մոտ դեռ նոր պետքա կայանա այդ մասնակցության մշակույթը, հաստատ տեսնում ենք, որ մասնակցող անհատների խմբերի վերաբերյալ ինչ որ նարատիվները կարան ձևավորեն վերաբերմունք, որը որ կամ կնպաստի կամ կխանգարի։ Հիմա ես հակառակ օրինակ բերեմ, հա։ Տես, երբ որ մենք ասում ենք այն մարդը, որ համայնքում խնդիրների մասին բարձրաձայնում է, իրան պիտակավորում են գործ տվող, ու դա բան է անում, ուրիշներին հետ ապահում մասնակցելուց։ Ես օրինակ հիշում եմ ժամանակին, երբ որ ընտրությունների շրջանակում եւ տեղական մակարդակում եւ ազգային աստիճանաբար սկսեցին ձևավորվել անկախ դիտորդական կազմակերպություններ, հա։ Ես հիշում եմ իմ փորձը, երբ որ ես առաջին անգամ տեղական ընտրությունների ժամանակ դիտորդ էի, վերաբերմունքը համայնքի բնակիչների կողմից իմ նկատմամբ շատ բացասական էր, որովհետև ես էլի այդ գործ տվողի ընկալումը ունեի, որովհետև այդ գյուղում պայմանավորվել են, որ հեսա հավաքվելու ենք, ձայնը տալու ենք այս ինչ մարդուն, այս դիտորդը եկել է ու խանգարում է իրան, հա։ Ինչ ես եկել այստեղ, փչացնում ես ամեն ինչ, հա։ Բայց տարիների ընթացքում օրինակ նարատիվը դիտորդության վերաբերյալ լրիվ փոխվեց։ Այդ դիտորդները դարձան հերոսներ, ժողովրդավարություն պահպանողներ, փրկողներ, հա։ Ու ինչ է ստացվում, եթե այն սկզբի շրջանում դիտորդություն անում էին ամենախիզախները, ամենահամարձակները, որովհետև գիտեին, որ գնալու են կոնֆլիկտի մեջ էին մտնելու համայնքի հետ, տարիների ընթացքում դիտորդությունը դարձավ մի հատ գրավիչ քաղաքացիական մասնակցության դրսևորում ու լիքը երիտասարդներ հիմա այդ դրա միջով անցնում են, որովհետև ինքը ունի այդ դրական նարատիվը, հա։ Այսինքն այստեղ կարանք ցույց տանք, որ ոնց է նարատիվը իրականում այդ մասնակցության վրա ռեալ ազդում։ Ես մյուս մակարդակ եմ նաև ուզում բարձրացնեմ այս նարատիվների ազդեցության հարցը, որ մարդկանց վերաբերմունքը, թե իշխանությունները տարբեր մակարդակներում ինչ որոշումներ են կայացնում, ինչին աջակցենք, ինչին չաջակցենք, հա։ Հիմա հանքարդյունաբերության մասին նշեցիր, եթե հարցնես միջին վիճակագրական մարդուն, չգիտեմ, հա, Հայաստանի հանքարդյունաբերություն պետքա թե չէ, ինքը մի քանի նարատիվների հետ առնչված կլինի։ Մի նարատիվը, որ ինքը հաստատ լսած կլինի, դա նա որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, հա։ Ու բնականաբար, երբ որ իրան գան ասեն, գիտես ինչ, քո համայնքում ուզում ենք հանք բացենք,
քասելա դե պետք է այս աղքատ երկիրը ինչ որ դեպ աճի զարգանա, դե թե հանքարդյունաբերությունը մեր մոտ լավ է ստացվում, այդ կայուն ուղղությունն է, կարևոր ուղղությունն է եւ այլն, հա, կողմ ենք։ Բայց մարդը շատ քչերը գիտեն, որ իրականում այդ նարատիվը հենց այդ քո նշած կեղծ նարատիվներից մեկն է, որովհետեւ ինքը որոշակի մանիպուլյացիա է ենթադրում։ Եթե դու թվերին ես նայում, դու հասկանում ես, որ հանքարդյունաբերությունը մեր ՀՆԱ-ի 3%-ից էլ քիչն է կազմում, այսինքն ինքը տնտեսության մեջ այդքան մեծ դեր չունի։ Իսկ այդ հակառակ նարատիվը, թե ոնց օրինակ կարա համայնքը զարգանա առանց այնպիսի տնտեսական գործունեության, որը որ ավիրումաբնությունը, միջավայրը, մարդկանց առողջությանը վնաս է հասնում եւ այլն, այդ հակառակ նարատիվը դեռ այնքան տարածված չի։ Այսինքն երբ որ կհիշես, մենք հաճախ երբ որ գյուղերում լինում ենք ու հատկապես դու էլ շատ եղել ես այնպիսի համայնքներում, որտեղ որ լսումներ են տեղի ունեցել, օրինակ հանք են ուզում բացեն, հա։ Բնակիչները կարող է ասեն, լավ, բա եթե այս չլինի, ինչ անենք, հա։ Այդ այլընտրանքը մարդկանց մոտ դեռ այդքան հասանելի չի, ինչքան այս մի կարծրացած նարատիվը։ Ես կուզեի, որ օրինակ մի քիչ խոսենք դրա մասին, թե ինչ կարևոր է, որ այդ տարածված նարատիվներին մենք կարողանանք նաև առաջարկենք այլընտրանքային նարատիվներ, ինչ որ որը որ ցույց կտա մարդկանց, որ այս ընդունված քո ասած 30 տարվա պրակտիկաներին այլ ձև էլ կա։ Հա, ու այդ ձևը ոչ թե պրոստը ներկայացնել ինչ որ փաստերի թվերի միջոցով, այլ էլի ստեղծել ինչ որ նարատիվներ, դրական բարի նարատիվներ, որոնք որ մարդկանց ցույց կտա, թե իրականում ոնց կարելի է համայնքը զարգացնել։ Ես մի հատ նարատիվ հիշեցի։ Գյուղերից մեկում, այսպես ասած, իշխող կուսակցության падգամավորի տեխնացուն այն ժամանակ մեծամասնական տրակարգ էր, գյուղացիների հետ հանդիպում էր, ասենց ինչ որ խոստումներ էր տալիս անհատական եւ այլն այնտեղ նաեւ սենց ապագա գյուղապետացու կար, որը ֆռում էր սենց այդ հա գործող եւ ապագա падգամավորի շուրջը, որ ապագայում միգուցե նաեւ գյուղապետ դառնա եւ դարավ հետագայում գյուղապետ, սենց շուրջը շնիկի նման սենց պատտվում էր եւ ես հիշում եմ, որ երբ որ գյուղացիներին խոստում է, ես մոտեցա այդ պահին եւ ասեցի ինչ է նշանակում այստեղ խոստումներ տալը, այսինքն այդ խոստումները դրանք արդեն կոռուպցիոն դրսևորումներ են եւ ընդհանրապես ասեցի դա մի հատ ձեզ նայեք, ձեր կառավարման թիմը, դուք ընդհանրապես կոռուպցիայի մեջ թաթախված համակարգ եք։ Այսինքն ինչ եք այստեղ խոսում եք եւ գիտեք ինչ ասեց այսքան ժողովրդի ականջների շուրջ, ասեց որ այո, կոռուպցիան կա, բայց դա ստիպված կոռուպցիա է։ Այսինքն այդ կոռուպցիոն փողերը ստեղծվում են, որպեսզի բանակը կարողանանք զինենք։ Այսինքն սենց ուժեղ նարատիվ։ Ու գիտեք ինչն էր, այդ գյուղացիները, որոնք որ հավաքված էին, ես կարծում եմ իրենց մեծամասնությունը այդ ասույթին հավատում էին։ Այլ մի կողմ գնաց, որ այսինքն այդ մարդը եւ իր ընկերները սենց վիլլաներ, տարբեր, չգիտեմ, արևտրային ընկերություններ եւ այլն են ստեղծել, չգիտես ոնց եւ ինչպես ինչի համար։ Այդ նույն ժամանակ մեկ այլ նարատիվ էր գնում։ Օրինակ նույն տարածքներում, երբ որ խոսում էր բնապահպանական խնդիրների մասին, ասում էին դե չէ, դե պիտի էս գետը աղտոտվի, այլ տարբերակ չկա, պիտի էս օդը աղտոտվի, այլ տարբերակ չկա, որովհետև դրանով երկիր ենք պահում։ Տնտեսություն ենք զարգացնում, երկիր ենք անվտանգության առումով, հա, եւ եկավ մի օր պարզվեց, որ դա փուչիկ է, այսինքն անվտանգության հիմա էլ նույն նարատիվը կարծես թե զարգացվում է հասարակության մեջ, որ մենք վտանգներով լի երկրում ենք ապրում եւ այս երկրին այո պետք է օրինակ շատ հանքարդյունաբերություն, ոչ թե ուղղակի, այլ շատ հանք, ամեն գյուղում երրորդ, հա, նոր հանք է պետք, որտեղ մենք ունենք անվտանգության խնդիր։ Այս խոսույթը, որը որ տարածում է, այսինքն չի ասում մյուս կողմը, որ մենք ընդհանրապես հումք արտահանող երկիր ենք, այսինքն այստեղ չի ստեղծում տնտեսություն, այո, բոլորս էլ համաձայն ենք, որ պետք է տնտեսություն ստեղծվի, ձեռնարկատիրություններ ստեղծվեն, հումք այստեղ վերամշակվի, թանկ գնով վաճառվի կամ չգիտեմ, հա, սեփական կարիքների համար լինի ինքը,
Բայց այս կեղծ նարատիվը ինքը եւս շարունակում է միևնույն ժամանակ դուք կլսեք ինչ է տալիս ձեզ գյուղատնտեսությունը, այսինքն, հա, ով է գյուղատնտեսությամբ զարգացել կամ ով է զբոսաշրջությամբ զարգացել, հա, այսինքն մենք ունենք երկրներ այս պահին, հա, ասենց ասած աշխարհում, որտեղ որ օրինակ հնայի միգուցե 50%-ից ավելներ կազմի օրինակ զբոսաշրջությունը կամ գյուղատնտեսություն կամ գյուղատնտեսությունը Հայաստանում ինքը հիմա շատ մեծ հնա է կազմում, այսինքն բայց ինքը զարգացման կարիք ունի, հա, այսինքն իր որպես քաղաքականության մակարդակով աջակցությունը հավանաբար բավարար չի, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ ուղղությունների նկատմամբ ստեղծում են հականարատիվներ, այսինքն ինչ է տալու ձեզ զբոսաշրջությունը։ Այլ լավ նարատիվներից օրինակ կարող եմ բերել, մենք վերցնում ենք փոքր այրում գյուղ, Լոռու մարզ, որը ամբողջ տարածքով սենց շրջապատված է պոչամբարներով, հանքարդյունաբերական ընկերություններով, այդ գյուղն էլ ու շրջակայքում էլի կան գյուղեր, որոնք որ դատարկվել են, հա, այսինքն վերցնենք օրինակ Շամլուղը, որը պետք է ունենա 4-5 հազար բնակ ֆոնդ, մարդ պիտի ապրի, ասենք մի 500-600 մարդ է ապրում։ Աղթալանա, որտեղ որ պետք է ապրի մի 5-6 հազար մարդ, ասենք մի 2000-ին մոտ մարդ է ապրում։ Ի վերջո Ալավերդինը այնտեղ, որտեղ պետք է մի 25-27-28 հազար մարդ ապրի, ապրում է ասենք մի 13 քաղաքի մեջ, մի 13-14 հազար մարդ։ Հանքարդյունաբերությունը կա, բայց մարդիկ չեն մնացել իրենց բնորանում։ Այսինքն գնացել են տարբեր պատճառներից ելնելով արտագաղթել են։ Կար մի հատ էլ փոքրիկ այրում գյուղ, որտեղ հանքարդյունաբերություն չկար, բայց այնտեղ մի 100 տուն բնակ ֆոնդից ապրում էր մի 20-25 տուն մարդ։ Հա, եւ այնտեղ ինչ բարի նարատիվ, հա, այսինքն ինքը փոքր այրումը օազիս է, այսինքն էկոլոգիական օազիս է, այսինքն շուրջը բոլորը հանքարդյունաբերական ընկերություններ, պոչամբարներ են, փոքր օազիս է եւ այստեղ պոտենցիալ կա զբոսաշրջություն զարգացնելու։ Այսինքն այնտեղ սկսվեց որոշակի գործունեություն, այնտեղ ստեղծվեց green camp, այնտեղ մարդիկ սկսեցին կրթվել, դասընթացներ իրականացվել մարդկանց, հա։ Եվ ընդամենը 3 տարվա մեջ, այսինքն այդ կեմփինգը, որ այնտեղ ստեղծվել է, այդ գյուղում, դատարկ գյուղում ստեղծվել են եւս 2 հյուրատներ, կողքից, այսինքն նույնիսկ կներեք 3 հյուրատներ, հյուրանոցներ, խանութ է տեղադրվել գյուղում եւ այս պահին շինարարություն է գնում մեկ այլ հյուրատան կառուցման առումով եւ նաեւ մարդիկ գալիս են որպեսզի տարածքներ գնեն, փնտրում են այնտեղ գնելու համար զբոսաշրջությունը զարգացնելու համար, այսինքն այդ փոքրիկ գյուղում 3 տարվա մեջ ինքը դարավ որոշակիորեն զբոսաշրջության զարգացման գյուղ, բարի նարատիվ էր եւ այնքան այնտեղ զարգացվեց եւ զարգացում, այսինքն հիմա այդ նարատիվը ավելի է հարստացվում, այսինքն որ պետք է ինքը դառնա տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոն։ Հայկ ջան, քո հարցը վերաբերվում է նրան, թե ինչ պետք է մենք անենք։ Ինչի են դեռ մնում այդ ավելի տարածված, ավելի sense վնասակար նարատիվներ։ Որովհետև դրանց մասին քիչ ենք խոսում։ Դրականները։ Ինչ պետք է անենք, որ ավելի շատ պետք է դրա մասին քիչ խոսել։ Ես ասեմ, որ Հայաստանում վատ բացասական նարատիվները իրենք ուղղակի այո կարող են ծնվել, բայց վստահ եղիր, որ Հայաստանում որոշակի կենտրոններ են գործում նարատիվներ ստեղծելու համար, վնասելու, չեմ կարող ասել ում են պատկանում այդ կենտրոնները, բայց կենտրոններ կարող են լինել, այսինքն որոշակի ստեղծված, ասենք օրինակ, շահեր սպասարկելու համար, այդ շահերը կարող են լինել բիզնես շահեր, այդ շահերը կարող են լինել քաղաքական շահեր, տարբեր քաղաքական բևերների, այդ նշանակում է, որ կան մարդիկ, որոնք ինստիտուցիոնալ ձևով նստած, ինչ որ մի փակ տեղ, կամ ինչ որ մի տան մեջ, իրենք ստեղծում են նարատիվները եւ նաեւ ստեղծում են մեխանիզմներ այդ նարատիվների տարածման, այսինքն հնարավորինս շատ մեխանիզմներ, նույնիսկ այնպիսի մեխանիզմներ, քանի որ մենք ապրում ենք հա թվային դարում, նույնիսկ այնպիսի մեխանիզմներ են ստեղծում, որպեսզի նարատիվը հասնի այն մեծ մարդուն, որը ընդհանրապես թվայինի հետ ոչինչ չունի, այսինքն Facebook չունի, չգիտեմ, հեռախոսը, սովորական հեռախոսը, նույնիսկ այնպիսի մեխանիզմներ են մտածում մշակում, որպեսզի հասնի այդ մարդկանց։
Ինչ պետք է մենք անենք, հա, այսինքն մենք պետք է այդ նարատիվներից շատ խոսենք եւ պետք է մեխանիզմներ մտածենք։ Ասեմ ի դեպ, որ կարևորագույն մեխանիզմներից մեկը դա որոշակի մամուլն է, այսինքն որոշակի մամուլ դու տեսնում ես, որ ինքը տարբեր տեսակի նարատիվներ է սկսում տարածել։ Այն էլ մոնիտորինգը օրինակ մեր ցույց է տվել, որ նույն մամուլը կարա տարբեր տեսակի նարատիվներ տարածի նույն խնդրի վերաբերյալ։ Այսինքն գոնե այդ առումով էլ չեն իրենք, այսինքն կարգավորված վերահսկում, որ գոնե նույն նարատիվը տարածեն, այսինքն սպասարկումը իրականացվում է տարբեր ընկալումներ, տարբեր արժեքներ կրող մարդկանց համար, հա։ Պետք է նարատիվի դեմ պայքարել ինստիտուցիոնալ ձև, բաց եւ թափանցիկ։ Այսինքն այն նարատիվները, որոնք որ ստեղծվում են, երբեմն իրենք ստեղծվում են ոչ թափանցիկ, ոչ տեսանելի միջավայրերում։ Դրանք կարող են ինչ-որ շահակցական խմբեր, շահերին սպասարկող խմբեր, քաղաքական շահերին սպասարկող խմբեր, դրանք կարող են լինել թաքուն գործող խմբեր։ Պետք է շատ բաց ինստիտուցիոնալ կենտրոն լինի հականարատիվային, որը որ այդ բոլոր նարատիվներին կտա պատասխանը, միատել, ցույց կտա, թե որտեղից է գալիս այս նարատիվը եւ ում շահերին է ամեն դեպքում այս նարատիվը սպասարկում, որ խմբի շահերին։ Այսինքն այս փուլում նախ առաջի բանը, որ շատ կարևոր է ֆիքսենք, պետքա ցույց տանք, թե որոնք են այդ նարատիվները, հա, ու պետքա քննադատորեն կոպիտ ասած վերլուծենք, ասենք այս նարատիվը ինչի է ձևավորվել, ինչ նպատակ է հետապնդում, հա, պետքա դա ցույց տալ։ Երկրորդը պետքա ցույց տալ, թե ովքեր են դա ձևավորում եւ ինչ նպատակ են հետապնդում քաղաքականը, բիզնեսը եւ այլն, հա։ Ոստեղ գալիս է երրորդ մակարդակը արդեն, որտեղ պետքա դրան այլընտրանքը ներկայացվի։ Մի մակարդակ էլ կա, պետքա մեխանիզմները ցույց տալ։ Այսինքն մենք ունենք իրավիճակ այս պահին, որ մեր համար շատ կարևոր է առաջի հերթին ցույց տալ այդ վնասակար նարատիվները որոնք են եւ ինչ ազդեցություն կարող է ունենան։ Երկրորդը պետքա ցույց տալ, թե ովքեր են ձևավորում այդ նարատիվները ու ինչ նպատակներ, ինչ շահեր են հետապնդում քաղաքական, բիզնես եւ այլն։ Եվ երրորդը ինչ մեխանիզմներով են դրանք եւ ձևավորվում եւ տարածվում ու ներմուծվում, հա, ինչ որ հանրային օրակարգի մեր քննարկումների, խոսակցությունների մեջ։ Երբ որ այս ամեն ինչը արվի, ինքը դեռ բավարար չի լինի այն տեսանկյունից, որ պետքա մարդկանց ցույց տալ այդ այլընտրանքային նարատիվը որն է։ Քո նշած այդ լավ օազիսը, հա, կանաչ մաքուր օազիսը, որտեղ որ կարա զարգանա կայուն տնտեսություն, կարա զարգանա, հա, զբոսաշրջություն, որը որ օգտվում է տեղի պոտենցիալից եւ այլն, ինքը ինչ որ այլընտրանքային նարատիվ է տալիս փոքր այրումի բնակիչներին, թե ոնց կարան զարգանան իրեն, հա։ Հիմա այստեղ խնդիրը մեր դառնում է այն, արդյոք այն մարդիկ, ովքեր որ այս գաղափարներն ու արժեքները կրում են, ուզում են իրենց համայնքները զարգանան կայուն կերպով, ուզում են պահպանեն շրջակա միջավայրը եւ այլն, արդյոք այս մարդիկ նախ կարողանում են առաջարկեն այդ այլընտրանքը բնակիչներին, երկրորդը արդյոք իրանք ունեն այդ կարողություններն ու մեխանիզմները մրցելու այդ քո նշած մեծ ռեսուրսներ ու լծակներ ունեցող, հա, կողմի հետ, ով որ իրանց նարատիվներն է տարածում, եւ հողի վրա դա ինչ տեսակի աշխատանք պետքա ենթադրի բնապահպանների, քաղաքասարակության, իրավապաշտպանների, լրագրողների կողմից, հա, ինչ աշխատանք պետքա դա լինի, որպեսզի մենք կարողանանք իրոք եւ այդ ալտերնատիվը ներկայացնել եւ այնքան ինքը տարածում ունենա, որ ոնց որ դու ես նշում այն դեպքում ինքը հասնում է մարդկանց տներ, այն նույնիսկ մարդկանց, ովքեր որ սոցիալական ցանցերում չեն։ Իսկ այս դեպքում կարող է ինքը մնա շատ փոքր շրջանակի մեջ ու դառնա ես ու դու հավաքվում ենք, խոսում ենք իրար հետ, բայց սովորական մարդկանց տենց էլ այդ ամեն ինչը չի հասնում։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի այն մարդիկ, ովքեր որ համայնքային զարգացման մակարդակում ամեն դեպքում աշխատում են ներքևի մակարդակում, իրենք նպաստեն այդ ռեալ նարատիվների ստեղծմանը։ Բարի նարատիվը ինքը պետք է դառնա համայնքի զարգացման բաղադրիչ։ Եվ դա պետք է լինի ոչ միայն ինչ որ հասարակական կազմակերպության կամ դա պետք է լինի նաև տեղական իշխանությունների։ Տեսլականի համայնքի զարգացման տեսլականի եւ նարատիվի մեջ բավականաչափ մեծ ընդհանրություն կա։ Տեսլական այն տեսլականն է, որը որ քո համայնքը ցանկանում է որ ունենա, նարատիվը պետք է լինի գործիք, այսինքն որպեսզի մոտեցնի այդ պահը, այսպես ասած, որովհետեւ եթե դու
պետք է գրել ես քո, ասենք, օրինակ հնգամյա զարգացման ծրագրի մեջ, որպես համայնքի տեղական իշխանություն, որ, չգիտեմ, 5 տարուց հետո կամ մեր համայնքի տեսլականն է, որ ինքը լինի, չգիտեմ, տնտեսապետ զգայուն, բարձր մակարդակի զբոսաշրջության գյուղ, դու պետք է նարատիվներ ստեղծես, որոնք որ դրան նաև կնպաստեն, որովհետև միայն ու միայն ինչ որ ինֆրաստրուկտուրաներ ստեղծելով դու զբոսաշրջիկին համայնք չես բերի։ Կներես դու օրինակ բերեմ, որ ինչ այնպիսի նարատիվներ են պետք, որոնց որ կմոբիլիզացնեն մարդկանց, հա։ Եթե այն վնասող նարատիվը խոչընդոտում է, որ մարդիկ մասնակցեն, դրան պետք է հակառակ նարատիվ, որը կխրախուսի մարդկանց մասնակցությունը այդ տեսլականին հասնելու համար, հա։ Ու այդ նարատիվը կարող է լինի օրինակի համար, որ եկեք փորձենք փոքր հյուրատներ բացել, որոնք որ ընտանեկան բիզնեսներ են, հա, խրախուսել օրինակ ընտանեկան բիզնես մոդելը, հա։ Ու դա մի հատ նարատիվ է, որը որ լիքը մարդկանց կարա մոբիլիզացնի, որ իրանք սկսեն անել այնպիսի քայլեր, որը կտանի այդ քո ասած տեսլականին հասնելու։ Եվ նաև զբոսաշրջության ներգրավման առումով անկեղծ ազնիվ ճշմարտության հետ աղերս ունեցող նարատիվներ։ Օրինակ, երբ որ մարդիկ ցանկանում են գնալ Ստեփանավան, իրենք ասում են երբ է լինելու փոշոտման շրջանը, որպեսզի գնան։ Հիմա այդ փոշոտման շրջանի հետ կապված զրույցը նարատիվ չի, նարատիվ է, բայց ճշմարտության հետ կապ ունեցող նարատիվ է։ Այսինքն նման յուրաքանչյուր համայնք իր նարատիվը պետք է ունենա, հա, այսինքն չգիտեմ, մեր գյուղը գտնվում է, չգիտեմ, Վիրահայոց լեռների, հա, եւ Գուգարաց լեռների, ասենք, օրինակ ձորում, որտեղ կան այս հավելյալ ճշմարտությունները։ Օրինակ, այս ձորում է Հայաստանի անկախության հռչակագիրը մշակվել, հա, այսպես ասած։ Օրինակ եմ ասում, որը ճշմարտություն է, բայց ինքը պետք է լինի այնպիսի նարատիվ, որ նաև հետաքրքրություն առաջացնի եւ բարի նարատիվ պետք է լինի։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք ամեն դեպքում եւ անհատները համայնքներում աշխատում են, իրենք մարդկանց մոտ լինեն, ոչ թե իրականացնեն որոշակի այսին գործողությունների պլան, այլ մարդկանց հետ խոսեն, զրույցեն, հասկանան ինչի կարիք ունեն այդ մարդիկ, իրենց իրական կարիքների վրա նաև աջակցեն, որպեսզի տվյալ համայնքները իրենց զարգացման ծրագրերը, տեսլականները մշակեն եւ ձևավորեն, եւ ամենակարևորը այն է, որ նաև այնպիսի մեխանիզմներ պետք է լինեն, որպեսզի այդ մարդկանց այդ համայնքում խոչընդոտողներ չլինեն։ Երբեմն խոչընդոտը հենց կարող է տեղական իշխանությունը հանդիսանալ ներքևի մակարդակում։ Մոտեցումը լինի հետեւյալը, որ մենք պետք է մարդկանց մեջ լինենք, որպեսզի իսկապես հասկանանք ինչա պետք է այդ մարդկանց, որովհետև կարող է այս մի գյուղում այդ հասանելի մեխանիզմը մեզ թվացial, ինքը աշխատի, մյուս գյուղում չաշխատի։ Այսինքն պետք են այստեղ զարգացման, այսպես ասած, ինիցիատորների կամ զարգացման, ասենց տրանսֆորմատորների ինստիտուտը ավելի ուժեղանա։ Շատ թեմաներ կան, որի հետ կապված պետքա նոր նարատիվներ ձևավորվեն, որովհետև մենք դեռ օրինակ երբ որ մարդկանց հետ խոսում ենք տնտեսությունից, գյուղերի մեծ մասում եթե ասես ոնց եք պատկերացնում տնտեսությունը ձեր մոտ պետքա զարգանա, մեծ մասը սովետի իներցիայով ասում են դե գործարան լինի աշխատենք, հա, այս կարծրացած նարատիվ է, որ տնտեսությունը զարգանում է գործարաններով ու հիմնավորապես գործարաններով, մեծամասամբ գործարաններով, հա, բայց երբ որ մարդիկ տեսնում են փոքր այրումի պես օրինակ, որ այստեղ կարող օրինակ տնտեսությունը զարգանա շատ ավելի կայուն կերպով, առանց միջավայրը վնասելու, տեղական ներուժը ռեալ օգտագործելով, հա, այդ ձեռք բերված եկամուտն ու հարստությունն էլ մնում է գյուղացուն, այլ ոչ թե օրինակ գնում է խոշոր սեփականատիրոջը եւ այլն, հա, իր մոտ կարա տեղի ունենա այդ ընկալման փոփոխությունը, որ տնտեսությունը օրինակ կարա այլ կերպ էլ զարգանա, հա։ Մենք կարիք ունենք նոր նարատիվների տնտեսության վերաբերյալ, մենք կարիք ունենք նոր նարատիվների մասնակցության վերաբերյալ, այդ պատասխանատվության վերաբերյալ։ Դու շատ նշեցի, որ հաճախ այդ պատասխանատվությունը ինքը գնում է անհատի վրա, հա, օրինակ շատ տարածված բան կա, հա, ասում ենք աղբ մի թափեք։ Եթե ամեն մեկս մաքուր պահենք մեր միջավայրը, մեր երկիրը թույն երկիր կդառնա։
բայց այդտեղ նարատիվը կենտրոնվում է անհատի պատասխանատվության վրա, այն դեպքում, որ այն խնդիրները, որ մենք այս երկրում ունենք, իրանք կոլեկտիվ պատասխանատվություն պահանջող բան են։ Այսինքն անհատը իր մասը պետք է անի, բայց միևնույն ժամանակ պատասխանատու կառույցները, համակարգը պետք է աշխատի, պետք է այդ աղբամանը լինի, պետք է աղբի հավաքումը նորմալ կատարվի, պետք է աղբը տեսակավորվի, վերամշակվի եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք պետք է փոխենք մեր այդ նարատիվները պատասխանատվության վերաբերյալ, այս խնդիրները, որ մենք ունենք, հաճախ մարդիկ այդտենց հուսալքված սպասում են, որ ինչ որ մեկը իրանց պետք է այս վիճակից հանի։ Հա, դա էլ ինչի՞ց է եկել, որ խնդիր լուծողը մենակ թիմն է կամ խնդիր լուծողը մենակ վարչապետն է, մենք ոչ մի բան չենք կարող անել ու սպասում ենք, որ իրանք ինչ-որ մի բան անեն։ Այն դեպքում, եթե փոխվի նարատիվը, որ քաղաքացին կարա պահանջատեր լինի, քաղաքացին կարա նախաձեռնող լինի եւ այլն, մենք կտեսնենք շատ փոփոխություններ համայնքում։ Եվ ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ իմ տպավորությամբ այս թեմաների շուրջ խոսակցություններում իրոք նոր տեսակետների, նոր պատմությունների, նոր օրինակների կարիք կա, առանց որոնց մենք իրական գործողություն հողի վրա չենք տեսնի, քանի դեռ գերակայում են այն նարատիվները, որոնք որ դեռ այդ կարծրացած մոտեցումներն են առաջ տանում ու մարդկանց էլ հետ են պահում ռեալ մասնակցությունից, մնալու ենք sense ինչ-որ լճացած վիճակում։ Այո, եւ ես կուզեի նաեւ մի նարատիվ էլ, հա, կարծես թե ինքը բարի նարատիվի քողի տակ է տարածում, բայց ամեն դեպքում ինքը եւս ստեղծված նարատիվ է, դա այն է, որ օրինակ, եթե գնում են գյուղեր, հա, Հայաստանի բոլոր մարզերի տարբեր գյուղերում այս նարատիվը կա, երբեմն այս նարատիվը նաեւ կարող ես լսել ինչ որ բարձր պաշտոնյայից, պատասխանատու այնել, որ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը իրար հետ համատեղելի են։ Այսինքն կարծես թե sense լավ բան է, էլի համատեղելի են, բայց այստեղ մենք էլի խնդիր ունենք մարդկանց ապակողմնորոշման, ինչպես կասեին Վայոց ձորի, ասենք օրինակ Եղեգնաձորի Եղեգնաձոր քաղաքի բնակիչները մի օր հանրային լսումների ժամանակ ասացին, գիտեք ինչ, եկեք այս կեղծ խոսույթներին վերջ տանք։ Եկեք հայտարարենք, որ մեր համայնքը այսուհետ դառնում է արդյունաբերական համայնք։ Ընդունենք, որ ինքը արդյունաբերական համայնք է, մենք էլ հաշտվենք այդ մտքի հետ եւ գնանք առաջ, աշխատենք, որ դառնա հզոր արդյունաբերական համայնք։ Եկեք ընդունենք, որ գյուղատնտեսական համայնք է վերջը համայնքը, ընդունենք կամ զբոսաշրջային։ Այս նարատիվը ինքը որ կա, հա, հատկապես նման նարատիվները վտանգավոր են, երբ որ պետական պաշտոնյայի կամ պատասխանատու անձի կողմից են արտաբերվում, որտեղ դա բավականաչափ ապակողմնորոշիչ է, նաև վատ է անդրադառնում տեղական մակարդակում, իսկ տեղական մակարդակում ցավոք սրտի երբեմն այն որ խոսում էինք, որ մարդկանց զգալի մասը սովետական միության իներցիայով սպասում են, որ կգան գործարան կբացեն, երբեմն տեղական իշխանությունները, քանի որ ձևավորվել են, հա, նույն հասարակության մեջ, որը մեղավոր չի, որովհետև ինքը 30 տարի տեսել է նույն կեղծ մոտեցումները, այսինքն մեծացել է դրա մեջ, ինքը վատ կրթություն է ստացել, իրեն ասել են սովորողը կսովորի, ինչպես ասել ես, ինքը այնտեղ է եւ սպասում է, որ ինչ որ մեկը կգա եւ ինչ որ գործարան կբացի, այսինքն նույն տեղական իշխանությունը եւս եւ այստեղ նաեւ կա այդ ընկալման կարեւորությունը, որպեսզի տեղական իշխանությունները եւս այն որ ասում են թացը չորից տարբերեն։ Շատ լավ, երևի այստեղ ավարտենք մեր առաջի հաղորդումը, որը փորձում ենք ավելի ներածական անդրադառնալ այն տարածված նարատիվներին բնապահպանական, կանաչ գաղափարների, համայնքների զարգացման, քաղաքացիների մասնակցության շատ լայն շրջանակի անդրադարձանք, բայց մենք նպատակ ունենք ավելի խորանալու այս թեմաների մեջ, ավելի մանրամասն վերլուծելու տարածված նարատիվները, ինչպես նաև ոնց քննարկեցինք, կարևոր այդ այլընտրանքները առաջարկելը, մենք նաև դրանց մասին մեր հաջորդ հաղորդումների մեջ խոսելու ենք, բայց որպես երևի ամփոփիչ ուղերձ նաև կուզեմ մեր ունկնդիրներին ու դիտորդներին դիմել, որ կարող եք սկսել մտածել նրա մասին, երբ որ լսում եք, թե ինչպես են ձեր շուրջը խոսում մարդիկ համայնքի զարգացման մասին, համայնքի ինչ-որ էկոլոգիական խնդիրների մասին, տեղական մասնակցության մասին, դες պարզապես հարց տվեք, թե
ովքեր են այդ խոսքերը, այդ գաղափարները առաջ տանում, ինչ նպատակով են առաջ տանում ու շատ բան կբացահայտեք ու կարող եք մի փոքր քննադատորեն մոտենալ, թե ինչ նպատակներով եւ ինչ շահերով են գեներատվում տարբեր տեսակի նարատիվներ ձեր համայնքում, ձեր համայնքների զարգացման համար։ Ի հավելումը նաև ասեմ, որ այստեղ շատ կարևոր է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք պետք է ոչ միայն ուղղակի նարատիվներ չտարածեն, այլ պետք է նաև մեծ ուշադրություն դարձնեն նարատիվներին եւ փորձեն այդ նարատիվներին վերաբերմունք ցույց տալ, այսինքն բերել փաստարկներ տվյալ նարատիվի կեղծ լինելու մասին, այսինքն անկախ մեդիայի անկախ ԶԼՄ-ների դերակատարումը այստեղ շատ մեծ կարող է լինել։ Այո, Ժողովուրդ ջան, եւ ի ամփոփումն ասեմ, որ այո, շատ մանրամասն է, հա, առաջիկայում անդրադարձ կատարվելու տարբեր տեսակի նարատիվներին, դրանց աղբյուրներին, ինչպես է դրանք տարածվում, որ շրջանակներից, եւ ինչպես նշեցինք, սա մեր առաջի հաղորդումն է, եւ մեր հաղորդումները կարող եք տեսնել Քաղաքացու ձայնը մեդիա հարթակի YouTube-յան ալիքում, Facebook-յան էջում, ինչպես նաև cvmedia.am կայքում, որտեղ տեղադրվելու են եւ տարածվելու են բոլոր հաղորդումները։ Հենց որ շնորհակալություն։ Հաջողություն։